Ցեղակրոն կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի երեկվա հեղափոխության փորձին մեր քաղաքացիներից շատերը ըմբռնումով են մոտենում։ Մարդիկ ստիպված են նման քայլերի գնալ։ Հնարավոր չէ այսպես շարունակել ապրել։ Հեղափոխությանը կողմ եմ, որտեղ ժողովրդի վիճակը շատ ահավոր է, շատ ծանր է։ Դա պետք է վաղուց լիներ ու ավելի լուրջ։ Այն, որ ժողովրդի դժգոհությունը պետական համակարգի հանդեպ օրեցօր մեծանում է, մեր քաղաքացիները համարում են անհերքելի փաստ եւ հավելում. հեղափոխություն պետք է, սակայն անարյուն։ Կարելի է ձևի պայքարել։ Պետք է կուլտուրական ամեն ինչ անել։ Ես չեմ կարծում, որ ինքը ինչ-որ խորը փիլիսոփայական կամ գաղափարական հիմքերի վրա էր դրված այդ ծեծկռտուկը։ Իսկ ոմանք էլ համոզված են, Հայաստանում օրինական ճանապարհով իշխանափոխություն հնարավոր չէ։ Բոլոր նախորդ փորձերը տապալվել են իշխանության բիրտուժի միջոցով։ Քայքայված էր իր բնակչությունը քիչ է։ Հեղափոխությունը ավելի կվնասի։ Ժողովուրդը մեղք են։ Ծառավել են ժողովրդի գլուխը։ Հարցման մասնակիցների զգալի մասը կողմ է իշխանափոխության, սակայն վստահ է, փողոց պետք է դուրս գալ ոչ թե 5000 կամ 10000 հոգով, այլ ամբողջ ժողովրդով։